Եկեք այսօր բացահայտենք Արարատ լեռը։ Մասիսն ու Սիսը գտնվում են Արարատյան դաշտի հարավում։ Նրանք միասին անվանում են Արարատ։ Արարատը հանգած հրաբուխ է, որը վերջին անգամ ժայթքել է 1840 թվականին եւ ավերել Սուրբ Հակոբ վանքը եւ Ակոր գյուղը։ Արարատ անվանումը ծագել է Վանի թագավորության հին եբայրերեն անվանումից։ Լեռան հայերեն անվատական անունը Մասիսն է, որը հոգնակի Մասիքը։ Կարող է վերաբերել երկու լեռնագագաթներին։ Մովսես Օրինացին իր հայոց պատմության գրքի մեջ Մասիս անվանումը կապում էր հայոց նահապետի ծոր Անիսի թագավոր անվան հետ, որը ըստ ավանդույթի լեռան անվանել է իր անունով։ Արարատ լեռը հաճախ ասոցացվում է Աստվածաշնչի Արարատ լեռան հետ։ Ըստ ծննդոց գրքի Նոյան տապանը իջել է Արարատի վրա։ Արարատ լեռը Հայաստանի կարևորագույն ազգերային խորհրդանիշներից մեկն է եւ համարվում է Սուրբ լեռ։ Մեծ տեղի ունի հայ գրականության եւ մշակույթի մեջ։ Նոյան տապանի հետ այն պատկերված է Հայաստանի զինանշանի վրա։ Արարատ լեռը պատմականորեն ասոցացվում է Հայաստանի հետ եւ լայնորեն ճանաչվում որպես Հայաստանի սկզբունքային ազգային խորհրդանիշ։ Այն աշխարհագրորեն ծերեկացվում է պատմական Հայաստանի թագավորության կենտրոնում, որի համար էլ համարվում է հայերի պատմական հայրենիքի մի մասը։ Արարատը հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռնագագաթն է՝ 5165 մետր։ Եթե ուզում ես այսպիսի վիդեոներ, ուրեմն բաժանորդագրվիր Արեգին եւ սխմիր զանգակի վրա,